Գիրք Ելից, գլուխ 9, անասունների կոտորածը։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի մոտ գնա եւ խոսիր նրա հետ, թե Եբրայեցիների Տեր Աստվածն այսպես է ասում. թույլ տուր իմ ժողովրդին, որ գնան ինձ պաշտեն։ Այլապես, եթե չուզենաս արձակել եւ դեռ պինդ պահես նրանց, ահա Տիրոջ ձեռքը կտարածվի քո դաշտում եղած հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վրա։ Սաստիկ մեծ կոտորած կլինի։ Տերը տարբերություն է դնելու Իսրայելի նախիրների ու Եգիպտոսի նախիրների միջև, եւ Իսրայելի որդիների ունեցածից ոչինչ չի կորչելու։ Եվ Տերը ժամանակ սահմանեց ասելով. «Վաղը Տերը կիրագործի այս բանը երկրի վրա», եւ հաջորդ օրն իսկ Տերն արեց այս բաները, այսինքն եգիպտացիների բոլոր հոտերը ոչնչացան, իսկ իսրայելացիների հոտերից ոչ մի անասուն չսատկեց։ Եվ Փարավոնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայելի հոտերից մի հատ անասուն էլ չէր սատկել։ Եվ Փարավոնի սիրտը խստացավ, եւ ժողովրդին չարձակեց։ Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Ձեր ձեռքերը լցրեք հենոցի մոխրով, եւ Մովսեսը թող դա դեպի երկինք ցրի Փարավոնի առջև, եւ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, եւ Եգիպտոսի բոլոր բնակիչների վրա թարախապալարներ կլինեն»։ Եվ հնոցի մոխիրն առան եւ կանգնեցին Փարավոնի առջև, եւ Մովսեսը դա դեպի երկինք ցրիվ տվեց, եւ մարդկանց ու անասունների վրա թարախապալարներ առաջացան։ Եվ մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջացրած ուռուցքների պատճառով, քանի որ ուռուցքները եւ մոգերի եւ բոլոր եգիպտացիների վրա եղան։ Եվ Տերը կարծրացրեց Փարավոնի սիրտը եւ դարձյալ չլսեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Առավոտյան վաղ վեր կաց եւ կանգնիր Փարավոնի առջև եւ նրան այսպես ասա. այսպես է ասում Եբրայեցիների Տեր Աստվածը. թույլ տուր իմ ժողովրդին, որ գնան ինձ պաշտեն, որովհետև այս անգամ իմ բոլոր պատուհասները քո սրտի վրա եմ ուղարկելու եւ քո ծառաների ու ժողովրդի վրա, որ իմանաս, որ ամբողջ երկրում ինձ նման ուրիշ մեկը չկա, որովհետև հիմա իմ ձեռքը կմեկնեմ եւ կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին ժանտախտով եւ կկորչես երկրի երեսից, եւ հենց սրա համար քեզ բարձրացրի, որ իմ զորությունը քեզանով ցույց տամ եւ ամբողջ երկրում իմ անունը պատմվի։ Ինչպես ես խրոխտանում իմ ժողովրդի վրա, նրան չարձակելով, ահա ես վաղ այս ժամանակ սաստիկ կարկուտ եմ տեղացնելու, որի նմանը դեռ չի եղել Եգիպտոսում, նրա հաստատման օրից մինչև հիմա։ Եվ հիմա մարդ ուղարկիր եւ հավաքիր հոտերդ, եւ ինչ որ ունես դաշտում, որովհետև ամեն մարդ եւ անասուն, որ դաշտում լինի եւ չհավաքվեն տների մեջ, նրանց կարկուտն է հարվածելու եւ մեռնելու են։ Եվ Փարավոնի պաշտոնյաներից նրանք, որ վախենում էին Տիրոջ խոսքից, իրենց ծառաներին ու հոտերին հավաքեցին տների մեջ։ Իսկ ով Տիրոջ խոսքերին ուշադրություն չդարձրեց, իր ծառաներին թողեց դաշտում։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ դեպի երկինք մեկնիր, եւ Եգիպտոսի ամբողջ երկրում մարդկանց եւ անասունների վրա եւ Եգիպտոսի երկրում եղած արտերի ամբողջ խոտի վրա կարկուտ է գալու»։ Եվ Մովսեսն իր գավազանը դեպի երկինք մեկնեց, եւ Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրա կրակ էր թափվում, եւ Տերը Եգիպտոսի երկրի վրա կարկուտ տեղաց։ Եվ կարկուտ եղավ, եւ կարկտի հետ խառնված կրակ եկավ, շատ սաստիկ էր, այնպես որ Եգիպտոսի ամբողջ երկրում դրա նմանը չէր եղել, նրա ազգ եղած օրվանից։ Եվ կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրում դաշտի մեջ եղած ամեն ինչին, մարդուց մինչև անասուն, եւ դաշտի ամբողջ խոտը կարկտահարեց, եւ դաշտի բոլոր ծառերը կոտրտվեցին։ Միայն Գեսեմի երկրում, որտեղ Իսրայելի զավակներն էին, կարկուտ չեղավ։ Եվ Փարավոնը մարդ ուղարկեց եւ կանչեց Մովսեսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի։ Տերն արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը մեղավոր ենք։ Աղաչեցեք Տիրոջը, քանի որ բավական է, որ դադարեցնի ահավոր որոտումներն ու կարկուտը, եւ ձեզ կարձակեմ, դուք այլևս չեք մնա այստեղ»։ Մովսեսն ասաց նրան. «Հենց որ քաղաքից դուրս գամ, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը, եւ որոտումները կդադարեն, եւ այլևս կարկուտ չի լինի, որ իմանաս, որ երկիրը Տիրոջն է։ Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ժողովուրդը դեռ էլի չեք վախենում Տեր Աստծուց»։ Եվ կտավատն ու գարին ջարդուխուրդ եղան, որովհետև գարին հասած էր, իսկ կտավատն արդեն սերմնակալած էր։ Բայց ցորենը եւ հաճարը չջարդվեցին, որովհետև դրանք ուշ են բուսնում։ Եվ Մովսեսը Փարավոնի մոտից քաղաք ելավ եւ ձեռքերը տարածեց դեպի Տերը, եւ որոտումն ու կարկուտը դադարեցին, եւ երկրի վրա անձրև չկաթեց։ Փարավոնը, երբ տեսավ անձրևի ու կարկտի դադարելը, նորից մեղանչեց եւ սիրտը խստացրեց իր ծառաների հետ։
Եվ այսպես Փարավոնի սիրտը կարծրացավ, եւ նա Իսրայելի որդիներին թույլ չտվեց գնալ, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։